Արարատ Միրզոյանը խորհրդարան է եկել փարատելու խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ մտահոգությունները։ Վստահեցնում է, փաստաթղթում չկա կարգավորում, որը նվաստացուցիչ է Հայաստանի համար։ 4 տարվա բանակցությունից ծնված տեքստը արտաքին գերատեսչության ղեկավարը համարում է չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Հենց այս տեքստով խաղաղության հաստատմամբ Հայաստանը դուրս է գալու մի մեծ եւ խորը ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղվելու ենք եւ թաղվենք։ Համաձայնագրում չկա դրույթ Հայաստանի սահմանադրության ու միջանցքի մասին, փոխարենը կա տրանսպորտային ու տրանզիտային հարցերում գործակցելու պատրաստակամություն։ Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են Հայաստանի Հանրապետության եւ գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան։ Մենք նաեւ կարծում ենք, որ ինչպես եւ նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա։ Պայմանագրում չկա նաև դրույթ փախստականների վերադարձի մասին, Միրզոյանը խոստովանում է, կան հարցեր, որոնք դեռ կարգավորված չեն, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները տարբեր են։ Կան հարցեր, որ գուցե մինչև վերջել աշխատենք միասին եւ կարգավորված չմնա, օրինակ, չգիտեմ, անհայտ կորածների, ճակատագրերի պարզաբանում եւ այլն։ Փաստաթղթի առանցքային ձեռքբերում ըստ Միրզոյանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն ու ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումն է։ Հիմնավորումներն ընդդիմադիրների սրտով չեն։ Սկզբունքորեն փորձում են ստանալ հարցի պատասխանը, թե ինչ է զիջել Ադրբեջանը։ Այդ ինչ պահանջ է Ադրբեջանը հնչեցրել, որից հետ է կանգնել, զիջել է ինչ-որ բան։ Որն է եղել Ադրբեջանի փոխզիջում այս բանակցային գործընթացում։ Չկա որևէ միակողմանի կարգավորում, չկա որևէ կարգավորում, որը մեզ ձեռնտու է միայն Ադրբեջանի։ Ադրբեջանի համար խաղաղության օրակարգի դեմ գործողությունն է օրինակ, ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի հատվածը, որտեղ ասում է, որ արցախցիները իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։ Ձեր համար ամենայն հայոց կաթողիկոսը ռևանշիստ է, պայքարելու եք իր դեմ։ Արդյոք մենք կաթողիկոսին ռևանշիստ ենք համարում, ձեր հարցի պատասխանն ոչ։ Ընդդիմախոսների ելույթներին Միրզոյանի կոշտ գնահատականները կրքերը թեժացնում են։ Ընդդիմադիրներին առաջարկում է հրաժարվել կարճաժամկետ քաղաքական դիվիդենդ հավաքելուց։ Ես առաջարկում եմ չմտնել այդ հակառակը մարդկանց հիմար բաներով չխաբել։ Ասեմ։ Շարունակել քննադատել իրար, չհամաձայնվել իրար հետ։ Հիմա այլ ձևակերպել։ Փորձեմ այլ ձև։ Ասում եք, ես չի որ չեք ասում։ Հիմար բաներով խաբել եք դուք ու ձեր իշխանությունը այս տարիների ընթացքում ոչ թե մենք փորձում ենք իրականություն ցույց տալ մեր ժողովրդին ու սուս մնացեք որ խոսում եմ։ Լևոն Քոչարյանը բարձրաձայնում է մտավախությունները, Ադրբեջանը ստանում է այն, ինչ ցանկանում է, մինչդեռ մեր երկրի գլխին կախված վտանգները շարունակում են մնալ։ Դուք ճանաչել եք, իդեմս Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով։ Իրանք նման բան չեն։ Ես շատ կասկածում եմ, որ այս պայմանագրով անելու են դա քառակուսի կիլոմետրով։ Քառակուսի մետրով համաձայնագրում նշված չի, բայց եւ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականություն։ Երևանը Բաքվի հարցում թերահավատ է, վստահության պակաս ունի, ասում է Միրզոյանը, բայց բանակցություններից դուրս գալն անդունդի եզրին մոտենալու ամենաուղիղ ճանապարհն է։ Նույն գերիների մասով իհարկե մենք տեսնում ենք, որ տեսնում եք ինչ որ կատարում է, մենք հստակ բանով, գնահատականներով հայտարարությամբ ենք հանդես գալիս, ենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի անհաջող։ Ընդդիմությանը Միրզոյանի խոսքերը չեն համոզում, իրենց արգելել են ծանոթանալ պայմանագրի տեքստին, իսկ այն, ինչ տեսել էին, հօգուտ Հայաստանի չէր։ Պարոն Միրզոյան, ձեր հետ եմ խոսում, թե չէ՞, իսկ կարող ենք ստատիկ դիրք բայել, որ ես էլ կարողանամ պատասխանեմ, այդ մասով կարելի է, բայց մարմինը թողեք։ Այո, եւ շարժում ենք դեպի դժոխք, այդպես տեսա արդեն։ Մենք արդեն հայտնվել։ Հիմա բան, մենք բան։ Այո։
Խաչատրյանը շարունակում է գործընկերոջ հարցը, թե Բաքուն ինչ զիջումների է գնացել։ Ինքը չի զիջել գերիների հարցում, ինքը չի զիջել վերադարձի իրավունքի հարցում, ինքը չի զիջել ապաշրջափակման հարցում, ինքը չի զիջել սահմանադրության հարցում։ Որ տեսկապած ասում եք, որ նշեք ինչն է զիջել Ադրբեջան, նշեք ինչն է զիջել Ադրբեջան։ Հեսա ես էլ մի բան կասեմ, հեսա էլի կլկլի ձեր սիրած բոլոլան։ Չի լինել։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ձեզնից հատկապես ես շատ եմ վախում, պարոն Խաչատրյան։ Այս պահին արցախցիների իրենց բնորան վերադառնալու եւ անվտանգ ապրելու պայմաններ չի տեսնում Միրզոյանը։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը վերապահումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առումով, իսկ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության մասով ընդունելի ու փոխշահավետ լուծումներ կգտնեն։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։